Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բաքվում վերջին հային էլ դատեցին ադրբեջանցիներն ուզում են, որ Արցախի հայաթափման օրերին Հակարիի կամրջից ապօրինաբար կալանված նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ադրբեջանական բանտում մնա 20 տարի, թեև Ալիևի դատախազը Ալիևի դատարանից ՑՄ ազատազրկում էր պահանջել նրա համար, հնարովի ապացույցներով շինծու գործի շրջանակում։ Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին Բաքվի ռազմական տրիբունալը դատապարտեց Ադրբեջանի դեմ պատերազմի ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու կեղծ մեղադրանքներով։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, որոնք գիտենք Ալիևի ուղիղ վերահսկողության ներքո են գործում, Վարդանյանը 10 տարի բանտում կլինի եւս 10 կանցկացնի խիստ ռեժիմով։ Ընտանիքն է արձագանքում։ Վճիռը սարսափեցնող է, բայց ոչ անսպասելի։ Դեռևս 874 օր առաջ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից եւ ոչ մեկը հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։ Ռուբենը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում իրավական պաշտպանության միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից։ Բաքվի բեմադրած դատավարական ֆարսը բնորոշելու համար Ռուբեն Վարդանյանը բանաձևել է ոչ թե դատ, այլ դատաստան։ Լսումներն անցան փակ դռների հետևում առանց միջազգային անկախ փորձագետների եւ լրատվամիջոցների ներկայության։ Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները դիմել էին Ադրբեջանի կառավարությանը դատական նիստերին մասնակցելու համար։ Բերժում ստացել առանց բացառությունների։ Մասնագետներն են փաստում, թե նախաքննությունը, թե դատաքննությունը միջազգային իրավունքի նորմերի եւ անգամ ադրբեջանական օրենսդրության կոպտագույն խախտումներով էին, ինչն էլ անհնար դարձրեց Վարդանյանի արդար դատաքննության իրավունքի իրացումը։ Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ռուբենին կամ նրա հետ առնչություն են ունեցել, հասկանում են նրա դեմ առաջադրված մեղադրանքների անհեթեթությունն ու անհիմն լինելը։ Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ բանտարկյալների դատավարությունը չէ, սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ որպես ամբողջություն։ Օրերս Ալիևի դատարանը կարեց նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական մյուս ղեկավարների վճիռը, նրանց եւս 20 տարուց մինչև ՑՄ ազատազրկման դատապարտելով։ Աշխարհի բաց աչքի առաջ խաղաղություն խաղացող Ալիևը պատրաստ է ժեստ ցույց տալ, լուծելով զնդանում կալանած գերիների խնդիրը։ Ոչ, նա պատրաստ չէ։ Ֆրանս 24-ի հետ հարցազրույցում սար ու ձոր ընկավ, հին ու նոր հիշեց, բայց այդպես էլ չկարողացավ ապահովագրել իրեն իր իսկ դիմակազերծումից։ It's the greatest shame on us as a people if we let Մեզ համար որպես ժողովուրդ մեծագույն ամոթ է, եթե թույլ տանք, որ մեր սեփական քաղաքացիները փտեն բանտում, փորձելով գովազդել այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը։ Ռուբեն Վարդանյանի որդին Դավիթն է ասել հեղինակավոր Reuters-ին. Արցախի նախկին պետնախարարի ընտանիքը կշարունակի բոլոր ջանքերը գործի դնել, ինչպես Ռուբենի, այնպես էլ մյուս հայ բանտարկյալների ազատ արձակման համար։ Կոչ են հողում նաև միջազգային առաջնորդներին ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները, պաշտպանելու նրանց իրավունքները, ապահովելու ազատությունը։ Հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, նաև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացել, բանագնացներ Ռուբինյանն ու ՔԼՉ պայմանավորվել էին դեռ 2022-ին։ Մինչև օրս սահմանագոտու այս դարպասները պինդ-փակված են։ Ի վերջո, երբ կբացվեն, Երևանն ու Անկարան բանակցությունները շարունակում են, կոնկրետ ժամկետներ հիմա էլ չկան։ Մեր երկրի անվտանգության խորհրդի քարտուղարն է հայտարարում։ Ժամկետի մասին որևէ բան չեմ կարող ասել։ Մենք ակնկալում ենք, որ այն պայմանավորվածությունները, որոնք ունեցել ենք Թուրքիայի հետ, կիրականացնենք եւ շարունակում ենք քննարկել թուրքական կողմի հետ, որպեսզի այդ պայմանավորվածությունները իրականություն դարձնենք հնարավորինս շուտ։ Իսկ Թուրքիայից դեռ նախորդ տարեվերջին էին խոստանում այս տարեսկզբին սիմվոլիկ քաղաքականություն վարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Եվ չնայած Ռեջեփ Թայիպ Էրդողանը փակագծեր չէր բացել, թե ինչ նկատի ունի ասելով խորհրդանշական քայլեր, մասնագետների համար ակնհայտ էր թուրքական սիմվոլիկայի սլաքները առավելագույնը կարող են թեքվել օրինակ Մարգարա Ալիջանի բացելու սահմանը հենց երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Այսինքն, բանագնացների պայմանավորվածությունից գրեթե 4 տարի անց իբրև բարի կամքի դրսևորում մեզ մատուցել այն, ինչի շուրջ պայմանավորվածությունը փաստացի վաղուց կար։
Իհեճուկս ներքին քննադատության իհեճուկս ամենատարբեր բնույթի քննադատությունները, որոնք հնչել են Հայաստանի իշխանությունների հասցեին, Հայաստանի իշխանությունների կողմից կատարված խորհրդանշական եւ իրական քայլերի Թուրքիայի կողմից չի արվել համաչափ քայլեր, ու դա բնականաբար որոտեշության հիմքեր է ստեղծում։ Ոստի նա ակնկալիքն այն է, որ լինի շոշափելի արդյունք, որը համաչափ կլինի այն ռեսուրսներին, որոնք մինչ այժմ ներդրվել են։ Մասնագետն ասում է, կա հարաբերությունների կարգավորման գործընթաց սահմանները բացելու օրակարգային հարց, բայց մինչև այս պահը ակնհայտ է, թեկուզ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրով սահմանը հատողների համար ինչ ռեժիմով են աշխատելու սահմանակետերը, ըստ Տեր Մաթևոսյանի այս տեխնիկական հարցի հետևում բովանդակային առանցք կա։ Որոնք են աշխատելու Գյումրին, թե Մարգարան, դատելով տեղ ունեցածից կարծես թե առաջին հերթին բացվել է մարգարային, որին հետևելու է լավագույն սցենարի դեպքում Գյումրին։ Այսինքն այս հարցերը դեռ շարունակում են մնալ ու կարծես թե տրամադրությունն այն է, որ մինչև Իրանի կողմից 3 նախապայմանների բարելավում չբերի տեսանելի արդյունքների Թուրքիան պետք է որևէ էական քայլ աներ։ Անկարան Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանական երկխոսության սպիդոմետրով էր չափում, բայց հիմա այստեղ կա նախաստորագրյալ խաղաղություն, Թրամփի վկայությամբ երկկողմ հռչակագիր, Բաքվից Երևան եւ հակառակ ուղղությամբ վերացված արգելքներ, փորձագիտական փոխայցելություններ, Թուրքիայից այդպես էլ նորություններ չեն հասնում։ Հայաստանում վարկով ապրում են, բիզնես սկսում, պարտք փակում, միջոցառումներ կազմակերպում, նույնիսկ ճամփորդում, ու զարմանալի կամ անսպասելի չէ, որ նախորդ տարի Հայաստանում վարկային ներդրումները կազմել են 7.9 տրիլիոն դրամ։ Ֆիզիկական անձինք, ինչպես ամեն տարի, նախորդ տարի եւս առաջատար են վերցրած վարկերի ծավալով, 2025-ին ավելացել են նաեւ վարկ վերցրած իրավաբանական անձինք։ Ինչքան աճ են իրավաբանական անձանց տրված վարկերը եւ ինչքան տնտեսության տարբեր ճյուղերում նոր ներդրումներ իրականացվեն եւ ակտիվություն լինի, այնքան ֆիզիկական անձանց վարկերի բեռը վարկերի այսպես մարումները կլինեն ավելի վստահելի եւ հուսալի։ Սպառողական ու հիփոթեքային վարկերի ծավալները աճել են համապատասխանաբար 30 եւ 13%-ով։ Միայն Երևան քաղաքում նախորդ տարի 1.182 տրիլիոն դրամ հիփոթեք է տրամադրվել քաղաքացիներին։ Մարզերում հիփոթեքային վարկերի ծավալները եւս ավելացել են, բայց սա չի նշանակում, թե այդ աճը տեղի է ունեցել համաչափ։ Բնակարաններ ու առանձնատներ առավել շատ ձեռք են բերվել Կոտայքի եւ Արարատի մարզերում, այսինքն Երևանամերձ բնակավայրերում։ 1-ից 5 տարով տրամադրվող վարկերի դեպքում էլ բանկերը ավելացրել են տոկոսադրույքները 0.4%-ով։ Առաջերտին պայմանավորված այդ մեծ պահանջարկով, քանի որ 1-ից 5 տարվա ժամկետը դրանք սպառողական վարկեր են, իսկ սպառողական վարկերը տեսակ ամենամեծ կշիռն է կազմում վարկային պորտֆելի մեջ եւ դա եւս 30%-ով աճել է։ Պայմանավորված է մեծ պահանջարկով եւ արտարժութային վարկերի նվազմամբ ու դրամային վարկերի ավելացմամբ, որը դրամային տոկոսը դե բարձր է, ինքը կշիռը բարձրացնում ավելի։ Վարկերի ու ավանդների աճին զուգահեռ ավելացել են նաև բանկերի կողմից պետությանը վճարվող հարկերը։ Բոլոր 17 բանկերի 1000 խոշոր հարկատուների ցանկում են եւ վճարվել է ընդհանուր առմամբ 25 թվականին 164 միլիարդ դրամի հարկ, որը 24 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 45 միլիարդով է ավելի կամ շուրջ 38%-ով ավելի է։ Բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2025-ի վերջի դրությամբ կազմել են շուրջ 12.8 տրիլիոն դրամ։ Բանկային համակարգն ունի շուրջ 17000 աշխատակից։ Կապիտալը կազմել է 2.2 տրիլիոն դրամ, ավանդները 7.5 տրիլիոն դրամ։ Լեռնի փուֆ Մի ամբողջ թղամաս արդեն 10 օր է ապրում է հակասանիտարական պայմաններում։ Խոսքը Աչափնյակ վարչական շրջանի Գրիգոր Հասրաթյան փողոցի 6-րդ եւ հարակից շենքերի ու սեփական տների հարյուրավոր բնակիչների մասին է։ Նրանք ամեն օր գաշահոտ են շնչում։ Բնակիչները հայտնաբերել են հենց հոտից եւ բացել են, տեսել են, թե ինչպես է կոյուղած ջուրը դուրս տալիս, լցվում նշված ավտոտնակի նկուղ, շենքերի նկուղներ։ Կեղտաջրերը տարածքը ողողելուց բացի նաև ավտոտնակների եւ շենքերի նկուղներ են լցվում։ Բնակիչները փորձել են լուծել խնդիրը, սակայն չեն կարողացել։ Հատուկ տեխնիկաներ են պետք։ Փեսեսա բերել, իր ուժերով, մարդա բերել, տրակտորա բերել, բանվորներա բերել, որ արել են այդ ամեն ինչը, քանի որ էսի ամեն ինչը գնում է շենքերի տակ։
Այս շենքերն էլ մի շաբաթ մի ամիս հետո կարա բլվեր այդ Մի քանի անգամ զանգահարելուց հետո Վեոլիա ջրից եկել են աշխատանք կատարել համարելով ավարտված հեռացել են։ Խնդիրը ոչ միայն չի վերացել, այլև օրեր անց նորից նույն պատկերն է եղել։ Если коммунисты вартва банна, կացելու տրուբեկն է պարել, ստե вообще կապ չունի կանալիզացիա, ընդհանրապես։ Բա որ կապ չի, բայց հոտը, բայց հոտը, բայց հոտը, հա, դե լցումա դուրս է գալիս։ Շենքի տակ կեսը գալիս ասես դե պատվալ կա, լցես պատվալը նոր իմացան կեսի բերին քանդել։ Ի վերջո Երևանի քաղաքապետի հանձնարարականով Աչափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից են ժամանել խնդիրը տեղում հասկանալու Վեոլիա ջրի հետ քննարկելու համար։ Փետրվարի 16-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Արարատի մարզում Մղջյան գյուղի վարչական տարածքում 48-ամյա Կարենը Լադա Պրիորայով դուրս է եկել երթևեկելի գոտուց հայտնվել դաշտում։ Վարորդը տեղում մահացել է, օպերատիվորեն ժամանած փրկարար Ծառայության Արտաշատ Իրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները հատուկ տեխնիկա են օգտագործել նրա մարմինը մեքենայից դուրս բերելու համար։ Տեղում էին ոստիկանության Պարեկային Ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ բարձվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ վարորդի մարդած վարորդի ինքնությունը։ Փետրվարի 16-ին Կոմիտասի Պողոտա վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Նիսսանն ու Հոնդան։ Նիսսանի վարորդը տեղափոխվել է Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ժամանել են ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւս քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Եվ Կոտայքի մարզի հաշվառման քննական կենտրոն հասնելու համար վարորդները պետք է ունենան հմտություններ, որպեսզի շրջանցեն հսկայական փոսերը։ Մեքենաներն են վնասում, մյուս կողմից էլ փոսերը խոչընդոտ են դառնում այն քաղաքացիների համար, ովքեր եկել են գործնական քննություն հանձնելու։ Իսկ ճանապարհային դեպարտամենտի հիմնադրամից հայտնել են, որ հայտարարված մրցույթում հաղթող կազմակերպություն կա, պարզապես սպասում են եղանակը տաքանա նորոգման աշխատանքները սկսելու համար։ Ով այս փոսերը լավ անցնում է առանց խոչընդոտի։ Ոչ թե ավտոմեքենա վարելու վարորդական իրավունքի վկայականա ստանում, այլ նաև սամալյոտ, նավ, մի խոսքով ինչ քշվում է դրա վարորդական իրավունքի վկայականը ստանում են։